Ճակագրություն կա, որ հիմնականում մարդիկ սիրում են նայել ամենադիտվող նյութերը, Հայաստանում դրանք վթարներն են, սպանություններն են, դրանց վերաբերյալ նյութերն են։ Այո։ Այսինքն մենք անդադ ձգում ենք։ Անդադ մենք ձգում ենք, այո։ Պետություններ կան, որոնք չեմ ասում ամբողջական իդեալական են, հա, կատարյալ են, բայց իրենք հասկացել են այս մեխանիզմը։ Օրինակ Դուբայում մեծ վթարները նույնիսկ, որքանով որ ես եմ տեղյակ, հեռուստացույցով ցույց չեն տալիս։ Այո։ Դա ոչ թե մարդկանցից ինչ որ գաղտնիքներ պահելու համար է, հա, այլ ուղղակի չեն ուզում այդ խուճապի էներգիան տարածվի։ Որովհետև շատերը հոգեբանորեն պատրաստ չեն այդ լուրերը ճիշտ ձևով հասկանալու, հա, ճիշտ ձևով ընկալելու, ճիշտ ձևով մարսելու։ Հույզերի հետ աշխատելու համար մարդը պետքա տեխնիկաներ ունենա։ Տեխնոլոգիա կա եւ յոգան առաջարկում է դա մեզ։ Եվ մենք բացի այն, որ օրինակ մեր աշակերտներին ընդունում ենք, գալիս են, օգնում ենք, բուժում ենք, նաեւ հաջորդ этаպում սովորեցնում ենք ինչպես տանը ինքնուրույն աշխատել, ինչպես փողոցում քայլելուց աշխատել, ինչպես կոնկրետ իրավիճակում աշխատել, ինչ տեխնիկաներ կիրառել, հասկանում եք։ Սա է իրականում շատ պետք ու անհրաժեշտ մեզ, մեր ժողովրդին, բացական ինքը միշտ լինելու է։ Չկա այդպիսի մի համակարգ, որտեղ ամեն բան իդեալական լինի։ Չկա նույնիսկ այդպիսի մի պետություն, որտեղ ամեն բան իդեալական է ուղղակի, կատարյալ է։ Լինելու են ինչ-որ բացական բաներ, բայց դու ինչքանով ես կլանված այդ ամեն ինչով։ Որովհետև դուք ճիշտ նշեցիք, մարդիկ կան ամբողջ օրը նա կլանված այդ ինֆորմացիայով։ Նույնիսկ վախենում են մարդիկ կան վախենում են տնից դուրս գալ։ Այո։ Դե ես աշխատում եմ, չէ, այդ բնակավարում։ Մարդիկ կան վախենում են տնից դուրս գալ, որովհետև մտածում են կարող է ավտովթար լինի։ Ծայրահեղությանը չէ հասնում։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդը այնքան է իրեն ներշնչել, որ վախը սկսել է առաջ անցնել եւ դա արդեն բերում է հոգեկան խանգարման։